Պետք է յուրաքանչյուր մարդ չի կարող բնականաբար լրացնել, որովհետև դա պահանջում է մասնագիտական գիտելիք եւ հմտություն։ Սա ովքեր որ ասում են անձը կարող է լրացնել, թող Նիկոլ Փաշինյանի լրացման վիդեոռոլիկը ուղղակի միացնեն ու նայեն, տեսնեն, որ որևէ մեկը դա չի կարող լրացնել։ Հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական կազմակերպությունները, ովքեր որ կլրացնեն անձանց փոխարեն դա, մոտավորապես միջինում 30,000 դրամի չափով կարող է այդ ծախսը առաջանալ։ Ինչու 30,000-ի, որովհետև շուկայում եղել են առաջարկներ, մինչև մեր կողմից դեմի մի ակցիան մեկնարկել է, շուկայում կային նույնիսկ 3,000, 5,000 դրամով առաջարկ իրականացնողներ, բայց այդ առաջարկ իրականացնողները պատկերացում չունեին քաղաքացիական օրենսգրքի 595 հոդվածի մասին, 878 հոդվածի մասին, չգիտեին, որ պետք է փաստաթղթավորեն եւ այլն։ Հենց արդեն մենք իրազեկեցինք, հասկացան, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի պետք է ունենա հաշվապահական հաշվառման պապկա, պետք է յուրաքանչյուր ընտանիք ունենա իր հաշվապահը, տեսեք, աբսուրդը ինչու՞մ է կայանում։ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ընտանիք նույնիսկ իրեն սպասարկող բժիշկը չունի, բայց պետք է իրեն սպասարկող հաշվապահ ունենա։ Աննորմալության գագաթնակետը մի հատ պատկերացրեք։ Սա 30,000 դրամ մոտավորապես այդպիսի ապահովված ծախսը իրականացման համար գումարած հարկային բեռի ավելացումը կախված անձանց շրջանառությունից։